Մարիամն եմ, Ալեքսանյան ժողովուրդջան, տենց բոլորս համարյա ճանաչում եք։ Այսօր շատ լավ իմ համար շատ լավ թեմայի մասին եմ խոսալու։ Հրանտ Մաթևոսյանի մասին եմ խոսալու, մի քիչ էլ տեքստերի միգրացիայի մասին եմ խոսալու։ Նախ մի քիչ կուզենամ հասկանանք այս գաղափարը ոնց ծնվեց։ Ինքը ծնվեց մի հատ շատ հետաքրքիր պրոյեկտի ժամանակ, որի ես մասնակցում էի, մենակ ես չէ, մեր բոլոր այսպես ասած լեկցիա կարդացողներն էին մասնակցում ու բոլորիս համար շատ հետաքրքիր հավես թեմաներ դուրս եկան ու բոլորս էլ հետաքրքիր աշխատում էինք ու երբ որ Վահրամը Դանիելյան ինձ ասաց դե դու տեքստերի միգրացիա կանես, ես մի տեսակ այդ օրը մի քիչ շշմած տենց գնացի տուն մտածեցի ինչ պետք է անեմ, այդ հարաբես այդ ինչ հա մի քիչ չէի պատկերացնում, հարաբես ոնց որ տենց բաներ չկար, տենց գնացի մի քիչ տանը տխրեցի, դարդոտեցի, մտածեցի ես ոնց պետք է անեմ, ինչ պետք է անեմ, բայց մի քիչ Մաթևոսյան մի քիչ շատ կարդացի, մի քիչ կողքից էլ ինչ-որ պատմվածքներ նայեցի ու հասկացա, որ սենց մի հատ հետաքրքիր բան է դուրս գալիս, վերցրեցի մի հատ թղթի վրա, ես ստեղել եմ գծել ճիշտ ասած, չգիտեմ երևում ա թե չի երևում, սենց մի հատ ուղղանկյուն մեծ գծեցի, այդ պատկերացրեցի, որ Մաթևոսյանի բոլոր ստեղծագործությունները ինչ ինքը գրել է ընդհանրապես ու տակը մի հատ փոքր սենց փառատուսի նկարեցի, որ իբր էդ էլ խումբարն է ու այն ինչ որ ես պիտի ուսումնասիրեի, այդ տեքստերն էին, որոնք Մաթևոսյանը օգտագործում է, որը հենց խումբարին է չի այլ դրսից ինչ-որ ուրիշ տեքստերից վերցրած, ասենք թերթից է վերցրած, ֆիլմից է վերցրած, ինչ-որ հատվածներ են, այդ հատվածներն են, որ գալիս են խումբարի մեջ, սենց կլորներ նկարեցի, ինչ-որ դրանք էլ այդ տեքստերն են։ Այ հենց այդ տեքստերը, որոնք հենց խումբարի տարածքից չեն, տեքստային տարածքից չեն, որ հենց կապված չեն խումբարի սյուժեի հետ, խումբարի զարգացումների հետ, այդ հերոսների մտքերը չեն եւ այլն, այսինքն դրիվ օտար տեքստեր են, որոնք կապ չունեն ընդհանրապես խումբարի հետ, այդ տեքստերը ես ասացի եկեք նշանակենք, անունը դնենք միգրանտ տեքստեր, տեսնենք ես ինչ է սրանից դուրս գալիս։ Ուրեմն առաջինը բացի այն, որ պատկերացրեցի ես իրանց տարբերությունները այս տեքստերի մեջ, երկրորդ ինչ պետք է անեի, այդ հասկանայի, թե այս միգրանտ տեքստը, երբ որ իր սովորական տեքստի միջից դուրս է գալիս է խումբար, ինչ է դառնում, այդ ինչ փոփոխություններ են սրա հետ լինում։ Իրական ինքը իր սովորական այդ տեքստի մեջ ունի բնականաբար ինչ-որ գործառույթներ, ֆունկցիաներ ունի, ու այդ ֆունկցիաներից մեկն է կամուրջ լինելը իրանից առաջ, ու իրանից հետո եղող տեքստի հետ։ Այսինքն ինքը ոնց որ շարունակությունն է, այդ լոգիչեսկի կապն է պահպանում տեքստի սկզբի ու իրենից հետո եկող տեքստի միջև։ Բացի դրանից ինքը բնականաբար ինչ-որ ինֆորմացիա է տանում, ինքը ինչ-որ ինֆորմացիա ունի։ Կապ չունի ինքը ինչ տեսակ տեքստ է, օրինակ խումբարի մեջ կա Բերգմանի Գիշերը ֆիլմի տեքստը, վերապատմած տեքստն է, դրա մասին եմ ասեմ ինչի է վերապատմած, ուրեմն ու կա օրինակ թերթից հանված տեքստ, այս տեքստերը այդ թերթից հանված տեքստը բնականաբար կապ է առաջացրել իր սովորական տեքստում, իրենից առաջ, իրենից հետո եղող տեքստերի մեջ, այսինքն այդ կամուրջ լինելը կապ։ Ու այդ ինֆորմացիան, որ ինքը ունեցել է, այսինքն ինչ-որ բանի մասին է պատմում, մորեքների մասին, բնականաբար այս տեքստի ինֆորմացիան, որ ինքը ունի, այդ մորեքների մասին ինչ-որ տեղեկությունն է։ Ու բնականաբար կոնտեքստի հետ կապն է, չգիտեմ, այնտեղ իմաստային տարբեր կապ են, այսինքն իր այս սովորական տեքստի մեջ ինքը այդ բոլոր գործառույթները ունի, որպես տեքստի հատված։ Երբ որ մենք իրան հանում ենք ու բերում ենք դնում ենք խումբարի մեջ, ինքը այդ գործառույթների որոշակի մասը կորցնում է։ Օրինակ, այն որ ինքը կամուրջ է, այդ գործառույթը իրա կարա կորի։ Օրինակ, նույն այս թերթի հատվածը, որ մենք բերեցինք դրեցինք խումբարի մեջ, ինքը իրական կարող ուղղակի չլինի, որովհետև այդ ընթացքում պատմում է նրա մասին սյուժետով, պատմում է, որ տաքսու մեջ այս ընկերներով նստած խոսում է ինչ-որ բաների մասին, ու հանկարծ գալիս է այդ տեքստը, որովհետև ինքը խոսում է Ստադայի, Ստայայի մասին,
հոտի ու երամի մասին ու հանկարծ գալիս մտնում է այս տեքստը, որպես չգիտեմ, բացատրություն մտնում, այսինքն դրա այդ իմաստի առումով չեմ խորանում, ուղղակի զուտ ֆորմայի առումով եմ ասում, ու գալիս մտնում այս տեքստի մեջ։ Ու երբ որ գալիս մտնում, արդեն այդ կամուրջ լինելու հատկությունը իր ֆունկցիան, այստեղ մեր համար կարևոր չի, որովհետև ինքը կարող չլիներ։ Բերգմանի ֆիլմի տեքստը կարող չլիներ։ Ուղղակի ինքը ասում է մենք գնացինք Բերգման նայելու, ինքը կարող չպատմեր այդ Բերգմանի կինոյի մեջ ինչ ա լինում, ինչ չի լինում։ Նա ուղղակի միանգամից անցներ այդ ֆիլմի քննարկմանը, ոնց որ սյուժեով կա, բայց ինքը այդ տեքստը պատմում է, ֆիլմը պատմում է։ Այսինքն այստեղ այդ տեքստի կամուրջ լինելու ֆունկցիան դուրս է գալիս։ Ինֆորմատիվ ֆունկցիան էլ կարող որոշակի փոփոխություններ կրի, այսինքն ինֆորմացիան կարող վերափոխվի այդ տեքստի ունեցած ինֆորմացիան։ Այսինքն այս գործառույթները կարող փոփոխվեն ու կարող ձեռք բերվեն նոր ֆունկցիաներ նոր տեքստի մեջ, այսինքն նույն այդ ստադիայի մասին երբ որ խոսվում է, այս ստադիայի մասին խոսվելը մի հատ մեծ ասոցիատիվ շարք է բերում սովետական միության կարգերի, այնտեղ չգիտեմ, մարդու անհատականության, միայնության, հետո Բերգմանի ֆիլմը, այսինքն մի հատ մեծ, շատ մեծ ներքին պլաստ առաջանում այս միգրանտ տեքստի տակ, որ նոր գործառույթ է, այսինքն ինքը իր սովորական տեքստում այդքան լայն գաղափար չուներ, այդքան իմպլիցիտություն չուներ, ինքը բացահայտ ուղղակի բառեր կամ չգիտեմ հասկացություններ։ Ուրեմն այսօր Ալինայից մինչև սկսել ասեցի, որ Ալինային ասեցի, որ անցյալ անգամ ինքը մի հատ շատ հետաքրքիր բան ասեց, որ ես լրիվ ուրիշ բան էի մտածել այդ բաղով։ Ես մտածել էի, որ երբ որ միգրանտ տեքստը դուրս է գալիս իր սովորական տեքստից գալիս է խումբարի տեքստ, ինքը ընդեղ էլ չկա։ Ինքը ընդեղ բացակայում արդեն, ոնց որ մի հատ մեծ պրոբել է առաջանում, այդ տեղը դատարկ է մնում, ու երբ որ ինքը գալիս է խմբար, ինքը խցկվում է ստեղ, ու իրան էլ հանել չի լինի, որտեղ եթե հանեցինք ստեղից, էլի պրոբել է մնալու, դատարկ է մնալու, ու անցյալ անգամ, որ դու մուծի մշակույթի այդ մասն էի խոսում, որ ասեցի իրականում ինքը այնտեղից չի փոխվում գալիս այստեղ մենակ այստեղ, այլ այնտեղ էլ կա, ոնց որ այստեղ էլ կա, ոնց որ երկու տեղում էլ կա։ Ես այդ մտածեցի, ոնց կարեմ ես այդ օգտագործեի մի մոտ, կարա այդ աշխատի այս տեքստերի հետ, այսինքն այս Բերգմանի տեքստը մի հատ առանձին տեղ լինի, իր ֆունկցիաներով եւ այլն, ու մի հատ է խումբարի մեջ լինի, ու հասկացա որ իրականում հենց տենց էլ կա, որովհետեւ ֆիլմը առանձին կա, այդ տեքստը գոյություն ունի, կամ օրինակ նույն Մաթեոսյանի մյուս պատմվածքների այդ հատվածները, որ ինքը դրանք առանձին գոյություն ունեն, համեն մի հատ խումբարի մեջ գոյություն ունեն, բայց այս երկու իրանց գոյություն ունենալը, այդ իրանց երկու գոյերը լրիվ տարբեր են, այսինքն այնտեղ ինքը մի հատ լրիվ ուրիշ ձև է, ուրիշ ֆունկցիաներ ունի, բայց խումբարի մեջ լրիվ ուրիշ ֆունկցիաներ ունի, բայց լրիվ նույն տեքստն է, զուտ ֆորմայի առումով, տենց այդ էլ որ ասում էի գնացի մի քիչ մտածեցի դից ինչ որ մտածում էի այս շատ հետաքրքիր բան է, որտեղ երևի թե իմ մտածածը մի քիչ ավելի սխալ էր, ես մտածում էի թե ինքը դուրս է գալիս առաջին տեքստից իրա, այլ ինքը այնտեղ չկա, այլ այդ տեքստի մեջ ինչ որ մեծ պրոբել է մնում, բացակայում, բայց փաստորեն այդ ասածը ինձ շատ օգնեց, մի քիչ տենց ավելի ճիշտ դուրս եկավ։ Այսպես ու միգրացիայի տեսությունից բացի այդ միգրանտ տերմինը վերցնելուց ես նաև մի հատ ուրիշ տերմին վերցրեցի, այդ ադապտացիան է, ինտեգրումն է, ադապտացիան չկներեք, ինտեգրում տերմինն է, երբ որ այս միգրանտ տեքստերը գալիս են ու պիտի նոր տարածքի մեջ տեքստային ինտեգրվեն, ոնց այդ տերմիններում, ուրեմն խումբարում մի քանի տեսակի ինտեգրում կա, երբ որ առաջինը երբ որ այնա, որ տեքստը վերապատմվում է, մի քիչ շատ կասեմ այս ֆիլմի տեքստի մասին, որովհետև ինքը շատ կարևոր դեր ունի, ինքը մի 3 էջ օրինակ գնում է, ինքը շատ մեծ միգրանտ տեքստ է, էլի, ու այս ոչ թե հենց ֆիլմի սյուժեն է, այլ հերոսի ֆիլմը ոնց է տեսնում, վերապատմելն է, ոնց է ինքը այդ ֆիլմը նայել, ինչ է հասկացել, այդ է։ Երկրորդ, այսինքն այս այդ ինտեգրման առաջին տեսակներից է, երբ որ վերապատմվում է տեքստը։ Երկրորդը, երբ որ տեքստը ուղղակի վերցվում է ու դրվում է խումբարի մեջ, ճակերտները բացվում, չգիտեմ, այնտեղ
ու դրվում է այդ առանձին տեքստը, նույնիսկ կարող է ֆորմայի առումով էլ այդ տեքստերը առանձնանում են, որովհետև իրանք կուրսիվով են գրած, իրանք չակերտների մեջ են գրած, այսինքն արդեն հենց ֆորման մեզ հուշում է, որ այս սովորական բան չի, այս հենց խումհարը չէ, ինչ-որ օտար բաներ են, որոնք եկել են, ստեղ պետք է մի ձև ինտեգրվել։ Այս երկրորդ տեսակները, որ չակերտ է բացում, չի վերապատմում հենց ինքը իրական տեքստն է, սրանք երկրորդ տեսակի ինտեգրվածներ, այսինքն ամենակիչ ինտեգրվածներն են։ Ու երրորդը, որոնք որ բացարձակ ոնց որ ասած զուգլվել են ամբողջ խմբարի տեքստի հետ, այդ սցենարներն են, հենց Մաթեոսյանի մյուս պատմվածքներն են, որոնց մասին ինքը խոսում է, օրինակ մենք ենք մեր սարերը։ Ինքը այնտեղ պատմում, որ ինքը մի հատ գաղափար ունի, հեսա պիտի գրի այդ սցենարը, ու պատմում մենք ենք մեր սարերի ամբողջ այդ սցենարը, բոլոր այդ իր գաղափարները։ Այսինքն այստեղ ստացվում է, որ երրորդ տեսակի էլ կա ինտեգրված տեքստ, որը որ ամբողջովին դարձել է սյուժետի մաս։ Այսինքն մենք ունենք մի հատ մենք ենք մեր սարերը տեքստը, առանձին գրված է, մենք իրան շատ լավ գիտենք ու մեկ էլ գիտենք, թե ոնց է իրան այս Մաթեոսյանի հերոսը մշակում, պատրաստում այդ տեքստը գրել։ Այս էլ երրորդ տեսակի ինտեգրված տեքստը։ Ու մի հատ էլի հետաքրքիր բան, որ առաջին անգամ այս միգրանտ տեքստերի մասին խոսալուց դեռ այդքան էլ իմ համար պարզ չէր ու անորոշ էր, ու ինչի հենց կվերադառնամ նրան ինչից սկսեցի, որ ասցի մի հատ հիշեք, մի հատ որ մեծ ուղղանկյուն ենք գծում, մեջը քառակուսի խումբարի այդ խումբարն է։ Իրականում խումբարը, որ այս միգրանտ տեքստերի հաշվին կարա անվերջ մեծանա, որովհետև ինքը սկսվում է միգրանտ տեքստով, մի հատ պատմվածքով, որը դեռ գրված չի հերոսի կողմից։ Այսինքն մենք կարող ենք իրան անվերջ շարունակենք, ամեն տեղ անընդհատ մտցնենք միգրանտ տեքստերը մեծացնենք ու զուտ ֆորմայի առումով այս պատմվածքը մեծացնենք ու բացի ֆորմայի առումով Կարանք նաև մեծացնենք անսահման ձգենք իրան, մինչև Մաթեոսյանի բոլոր ստեղծագործությունները, այսինքն այդ փոքր քառակուսին, որ ստեղ գծել էի, կարա դառնա այս մեծ ուղղանկյունը ու իր մեջ ունենա Մաթեոսյանի բոլոր ստեղծագործությունները, այսինքն ինքը մի հատ իրական մի հատ պուճուր բան է, բայց այդ միգրանտ տեքստերի հաշվին, որ Մաթեոսյանը ասենց բերում է, մտցնում է, խառնում է, չգիտեմ ինչ անում, խումարը իրական մի օրվա պատմություն է ժողովուրդ, այդ զարթում այդ հերոսը, գնում է, չգիտեմ, համալսարան, հետո գնում է ընկերների հետ ֆիլմ նայելու, հետո գնում են քննարկման, նստում է տաքսի գալիս է տուն, մի քիչ էլ այնտեղ խոսում են էլի ընկերները, պարտում է քնելու վերջ։ Այս է սյուժետը, այդ վիպակի, այսպես ասած։ Ու այդ միգրանտ տեքստերի հաշվին մենք կարանք այս վիպակը անսահման մեծացնենք, մինչև Մաթեոսյանի բոլոր ստեղծագործությունները այդ ամեն ինչի մեջ ներառելով, այսինքն այդ փոքր քառակուսին կարա դառնա այն մեծ ուղղանկյունը, որ ես սկզբանե ձեզացի մի հատ պատկերացնեմ։ Այսքան եմ։ Մաթեոսյանի գրած, չգիտեմ ինքը հասկացել է ինչա գրել, ինչ չի գրել, ինքը իրականում մի հատ շատ լավ բան ուներ, Վահրամն է մեզ ասում էր Մաթեոսյանը ասել է հայերենով ու հայերի մասին դու չես կարա երկար բան գրես, մաքսիմում դու կարաս պատմված գրես կամ վիպակ գրես, դրա համար խումբարը վեբ չի համարել հենց ինքը, վիպակ է համարել, բայց ստացվում է, որ հենց ֆորմայի առումով, ոչ թե ասոցիացիայի առումով, դու կարաս իրեն անսահման երկարացնես, դու կարաս մի օր էլ ավելացնես ու բոլոր միգրանտ տեքստերը փոխես, սարքես ու մեծացնես այդ տեքստը, պատկերացրու նորից զարթնես, հիմա էլ գնաց ոչ թե Բերգման նայելու, այլ Անտոնիոնի նայելու, կամ գնաց մի հատ Պալանիկ կարդալ, օրինակ, չգիտեմ, մեր սիրած։ Այսինքն իրան անսահման կարա շարունակես զուտ ֆորմայի առումով ու սատիրջանիայի առումով, բովանդակության առումով, ոչ թե ասոցիացիայի, որովհետև ասոցիացիայի շարունակությունը այդ շուտել են ասել, ինտերտեքստի տեսությունը այդ ասում են, որ անսահման ասոցիացիա կարա շարունակես, շատ լավ հարցերապես։ Ես մի հատ հարցնորի, որ ասում ես ուղղանկյուն մասին, որ ուղղանկյունը որոշ Հա, ճիշտն ասած ես մտածել եմ, ես մտածում եմ նույնիսկ խումբարը պետք է եռանկյուն անել, գիտես ինչի, որովհետև ինքը վերջանում է, ինքը վերջակետ ունի, իսկ սկիզբը ինքը սկսվում է միգրանտ տեքստով, ես մտածում եմ
ինքը վերջ ունի, բայց սկիզբ չունի։ Հիշում ես, բուրգը անընդհատ վերև կար աճի, մտածում եք եռանկյուն անեմ, մտածեցի լավ դեպի մի քիչ շոտ է էլի, բան շատ է մի քիչ ֆորմայի հետևից շատ կգնամ։ Դրա համար ուղղակի այդ ոնց որ ուղղանկյուն քառակուսի տենց որոշեցի, որ կոնտրաստը կլորի հետ ավելի շատ անեմ, որ միգրանտ տեքստը ինչ-որ կլոր բաներ են որ գալիս են, բայց իրականում միգրանտ տեքստը սուր կողմեր են, որ գալիս է, սենց ճղում է, էլի այդ տեքստի արանքները գալիս են հիմա չի հարմարվում, ավելի շատ ինքն է սուր, քան հենց հարը։ Եվի ավելի ճիշտ կներ ասել, որ իրանք կլորներ են, միգրանտ տեքստերը քառակուսիներ են, որ անկյունները լիներ սուր։ Կլոր ինչ է, մի կետից գալիս ես, ոնց պտուկում ես նույնից այդ կետին գալու ես, չէ։ Չքան ուզում ես անսահման մեծացրում, եկա գալու հասնել ես, որտեղ անսահմանությունը իրականում թեորիա է, բայց չկա իրական։ Սայացել ես անսահմանություն։ Շրջանի դեպքում կգրեր նորից կաններ ու անսահմանություն չկա։ Խոսքով այդ ֆորման հենց այդ է, որ ֆորման այստեղ շատ հենց այդ սիմվոլիկ ֆորմաներ ընտրելը շատ բարդ բան է, էլի, որ քեզ մի քիչ շեղում է բանից, քո գաղափարից, հենց այդ ինչի քառակուսի վերցնեմ, ոչ թե օրինակ եռանկյունից ես կասկածելու վրա էլ օրինակը բերեց, որ հենց ուզում եք եռանկյուն ունեի, մենակ նրա համար, որ ինքը վերև աճում, այսինքն դեպի սկիզբ աճում, դեպի վերջ չի աճում, բայց վերջը կար շարունակես, նորից զարթնեց, ինչ տարբերություն։ Դրա համար հասկացա, որ չէ պետք չէ հենց այդ ֆորմայի հետևից ընտրել։ Մի հարցը ես ինչ ես կարծում ինչ-որ հեղինակը ինչ-որ հնարքներ կամ հմտություններ իր աղմա լուծելու այդ հարցը, թե ոնց միգրանտ տեքստին բերի և ինտեգրի իր հիմնական տեքստի մեջ ու ոնց է հիմնական տեքստը ընդունում է միգրանտ տեքստին։ Երևի թե ստեղ մի քիչ հարազատության, տեքստի հարազատության մասին կարամ ասեմ, չգիտեմ մի քիչ նոր մտածեցի, մի քիչ չէի մտածել դրա մասին, բայց երբ որ Մաթեոսյանը հենց ինքը իր տեքստն է բերում, ոնց որ այդ տեքստը իրան հարազատ է, իր ոնց որ ստիլը մեջը կա, իր բառերն են, իր մտքերն են, ստացվում է, որ այդ տեքստը իրան հարազատ է, ու այս տեքստը մաքսիմալ ինտեգրում է, այնտեղ ոչ կուրսիվով է գրած, ոչ չակերտերը կամ բացած, ոչ մի չկա, այսինքն ֆորմայի առումով ինքը ոնց որ խումհարի հենց տեքստի մաս լինի, բայց երբ որ օրինակ նույն Բերգման ինչի է, Բերգմանի տեքստը ինչի է կիսով չափ ինտեգրված, որտեղ ինքը վերապատում է, ինքը ուզում այդ տեքստը մարսի, հարազատացնի իրան, որ մի ձև այս տեքստը կարողանա դնի իր մեջ, դրա համար չակերտ չի դնում, դրա համար մենակ կուրսիվով է գրում, բայց երբ որ օրինակ թերթի մեջի տեքստ է գալիս, այս ինքը ոնց որ մարսելու, հարազատացնելու խնդիր երևի իր առաջ չի դնում, դրա համար ուղղակի չակերտ է բացում այդ տեքստը դնում է մեջ, ինձ թվում է այդ ֆորմաների հետ խաղալն էլ մի քիչ կապում, այդ Իրանը սարքելու խնդիր ունի երևի թե Մաթեոսյանը, չգիտեմ, մի քիչ դե կարող եք ասել, որ դա գրականագիտության է, նա ու գրողի որ չի խնդրում, հա, արդեն մտնում է այդ տարածությունը։ Մարիամը այդ տարածությունը ինձ թվում է լավ է կողմնորոշում, դրա համար այդ հարցը հանգիստ տվեց։ Դա էլ ես հարցնեմ, ասենք, որ մենք խոսում ենք ինտեգրվող տեքստի, ի հակադրություն բուն տեքստի, հա, հիմա եթե մի պահ մոռանանք այդ լրիվ կուրսիվները, չակերտները, բանը, ինչի մասին է խոսքը ու դա դիտարկենք որպես ընդհանուր տեքստ։ Ինքը արդյոք դադարում է լինել ինտեգրված տեքստ ու դառնում է նույն տեքստը։ Եթե գրողը նմանատիպ մոտեցում ունեն, այսինքն տվյալ դեպքում դու ինտեգրված ու չինտեգրված ասելով հասկանում ես ոճական մոտեցումը տեքստին ներկայացնելու, ոչ թե բովանդակային։ Այսինքն արտաքին մենք բանում ենք դատում իր ինտեգրված լինել, ոչ թե բովանդակային կոնտեքստային։ Այստեղ մի քիչ Իսկ այդ դեպքում ստացվում է, որ ցանկացած տեքստ կարող լինի ընդհանրապես ուղղակի տեքստ, ոչ թե ինտեգրված։ Նայեք, sense մի հատ բան ասեմ, ուրեմն այս միգրանտ տեքստ ես նաև համարում եմ օրինակ օտարալեզու բառերը։ Ես ասում եմ, որ դու այդ ասես, բայց դու այդ չասեցի, ես ոնց որ հատուկ եմ դեպի այդ տանում։ Տենց մի քիչ ոնց որ չստացվեց դրամ, հենց այդ նշեմ, որովհետև երբ որ հենց առաջ անգամ խոսացի, մի քիչ դրա մասին ավելի շատ ասեցի ու հետո մի քիչ ինձ ոնց որ սխալ էին հասկացել, մտածեցին օրինակ մարդիկ, որ մի հատ հարց տվեցին, ասեցին
հիմա աշխատում ենք, չգիտեմ, Ղարաբաղից ինչ-որ ժողովուրդ ենտորի չեմ հիշում ինչ-որ տեղից, ասեցին իրանք ռուսերեն բառեր շատ են օգտագործում, հիմա այդ ռուսերեն բառերը միգրանտ տեքստեր են, թե չէ։ Չէ, դրանք միգրանտ տեքստեր չեն, միգրանտ տեքստ դառնում է ժամանակ, օրինակ նույն էս խմբարի մեջ, ինքը իր հերոսը սխալմամբ ստայայի փոխարեն ասում է ստադա։ Ստայան, չգիտեմ, սենց սիմվոլիկ առումով ասեմ, ինքը միշտ իերարխիա է, ինքը եռանկյուն տեսք է, իր գլխին ոնց որ գլխավերում սկզբում մի հատ ուժեղ թռչուն է, ուժեղ մեկն է, որ իր հետևից մնացածին է տանում։ Ճիշտ է, իրանք հավասար են, ճիշտ է, իրանք ինչ-որ մի հատ մեծ բան են ստանում, բայց իրանք գլխին միշտ մեկը կա, կարևոր մեկը։ Դրա համար ինքը դաժե ֆորմայի առումով է տենց երանում։ Ու իր հերոսը սխալմամբ ինքը ասում է, դե ինքը ռուսերեն լավ չգիտի, այդ արմենական անունը հերոսի, ասում է, դե ռուսերեն լավ չգիտի, ստայայի փոխարեն ասում է ստադա, հոտ է ասում։ Այդ ստադա բառը ինչի է դառնում միգրանտ տեքստ, որովհետև մի հատ այնքան ուժեղ բան է իր հետ բերում, սենց տեքստ է բերում, որովհետև ստադան հավասար իրարից չտարբերվող, ոչ թե հավասար, այլ ուղղակի իրարից չտարբերվող, որին պետք է ինչ-որ մեկը կառավարի։ Դրա համար մեր հոտերը ոչ թե ոչխարն է կներեք կառավարում, այլ հենց մի հատ շունչ է, ինչ-որ հովիվի շունն է կամ հովիվն է, իրանց մեջից չի, իրանցից դուրս է։ Ստեղ ստացվում է, որ ստեղ մի հատ մեծ սենց գալիս ասում է, այդ բառը ոնց որ սենց միանգամից ասոցիացիա առաջացնում բանի հետ, սովետական միության, այդ բոլոր մարդկանց հետ, այն որ իրանց եկան ասեցին դուք էլ ստայա չեք ու Մաթեոսյանը ստայան երամը համեմատում է ընտանիքի հետ, ասում է այն ընտանիքը պետք է ընտանիքը սենց է, դրա համար միայնություն չկա, երբ որ թռչունները կպնում են իրար, իրանք դառնում են երամ, իրանք էլ առանձին թռչուններ չեն, իրանք երամ են, այսինքն մարդը, երբ որ ընտանիքի մեջ է, ինքը առանձին մարդ չէ, ինքը ընտանիք է, որ այդ գլխում ինչ-որ մեկը կանգնած է, բայց հոտի մեջ, հոտային մտածողության մեջ այդ բանը չկա, այնտեղ բոլորը ինչ-որ անհասկանալի հավասարություն է, մի քիչ անհասկանալի է, ու այդ մենակ այդ բառը տեղ սխալ օգտագործելը արդեն տեքստ է դառնում։ Այսինքն ես ինչքան հասկացա, դա էլի գրականության ներսում ալբերովը միտումնավոր է դառել, շարադրելու համար հենց այն բովանդակային մասը ինչ-որ դու ասում ես։ Ճիշտն ասեմ, ես մտածում եմ իրենց այդպես ուղղակիորեն միգրանտ տեքստը շատ ավելի տեքստերը, շատ ավելի տեսնում եմ առաջին մասի ֆորմայի առումով։ բանախոսության դիրույթում, իսկ այս դիրույթում ինքը գրողն է սեփականատերը կամ ինքը գրողն է այդ օրինվածքի տերը, այդպես մի քիչ երկու բառներ միգրանտներ են ըստ էության, թե ստայան, թե ստադա, որովհետև ի վերջո հայերեն չեն անկախ ամեն ինչից, բայց միգրացիայի բերումով հաջողել են հայկական հայ գրականության դիրույթում, այդպես Կստացի շատ հետաքրքիր բան, որ հենց հայերեն տառերով է դիրում։ Հա, ու ստեղծում են բովանդակային իմաստներ այդ կոնֆլիկտները, որոնք կարող է հայերեն լեզվի հոմանիշների բերումով այդպիսի ուժգնություն չունենային, ուրիշ խնդիր է, որ ասենք այդ բառերի միգրացիան իրենց հետևում նաև ունեն այն մյուս պլացը, որ ի վերջո դա սովետ միությունն է, ի վերջո պոստռուսական հաղորդացման դիրույթներն է, ռուսական մշակույթի ներկայությունն է, իր արձագանքն է հայկական մշակույթի հանգույցյան ներսում, հատա այդ ինչ-որ բաներ, լիքը բաներ, բայց առաջին մասի հետ մի տեսակ լրիվ համաձայն եմ, երկրորդ մասի հետ չեմ ասում, թե ինչ-որ խնդիր ունեմ, ուղղակի մի քիչ բան, մի քիչ այդքան վստահ չեմ, որ արդյոք դա միգրանտ է, թե չէ։ Ուղղակի հենց այդ իրանց բանն է շատ հետաքրքիր, որ իրանք ռուսերեն բառեր են, բայց հենց ինքը ռուսերեն տառերով չի գնում, բերում է հայերեն տառերով է գնում, այս ոնց որ էլի ադապտացնելու միջոց է, էլի ոնց որ հարազատացնելու, այսինքն այդ բառը իրան ընդհանրապես հարազատ չի, ոչ հասկացությունն է հարազատ, ոչ էլ բառն է հարազատ, ոչ էլ ինչի՞ է դարձնում, որ հարազատ չի։ Ասենք այդ նույն խազեինը կամ սապոկը կամ սամավարը ինքան հարազատ է, ոնց որ ասենք հայերեն բառը, որտեղ ինքը այդ էթնոմշակույթի մեջ է եղել։ Սամավարը մեր մշակույթի մեջ է։ Չէ, նկատի ունեմ, ինքը այնքան է եղել քո կենցաղի մի մասը, որ արդեն դու իրան օտար չես եկել։ Նույն սամավարը ինքը չթարգմանվող հասկացություններից մեկն է, որ ընդհանրապես ոչ մի լեզու հնարավոր չի թարգմանել։ Ինքը մենակ զուտ ռուսական հասկացություն է։ Ինչպես ասում են։ Հա, դե մենք հայերս ամեն ինչ թարգմանում ենք, բայց ինքը հասկացություն որպես ինքը չթարգմանվող հասկացություն է։ Ինքը
ինքը չունի էկվիվալենտ Այդ կոչված։ օտար չի, չէ, այդ մշակույթի մեջ ապրող ու դա օգտագործող մարդու համար։ Հասկացությունն է օտար։ Իրը չի օտար, իրը կարա օտար չլինի։ Բայց այս դեպքում իրն ու հասկացությունը նույն բանն են, իդենտիֆիկացվում են իրար հետ։ Դու կարաս սամավար օգտագործես տանը, տարիներով, դարերով, բայց այդ իրը քո հարազատը չի։ Ինչի՞։ Իրը հարազատ է, հասկացությունը հարազատ։ Բայց ոնց կարա հասկացությունը հարազատ չի լինի, եթե դու օգտագործում ես այդ իրը։ Չէ, իրը։ Իրը մենակ ֆորմա է։ Սամավարը օգտագործում ենք նույն ձևով, ոնց որ ռուսները ինչ տարբերություն։ Բայց հայերեն համար սամավարը որ Տրեխը, պահիկ, տրեխը ռուսին դարերով հագցուր է, կյանքում չի կարա դառնա այդ ռուսին հարազատ, այդ տրեխը հայկական է, ինքը սամավարը չենք կարա, սամավարը մեզ ինչքան ուզում է չայ խմես սամավարը քոնը չի, ուզում ես թարգմանի ասա ինքնաեր, ուզում ես չգիտեմ ինչ արա, հայապիկացրա, ուզում ենք վրեն հայկական գրոշ կպսնենք, ինքը մեզ հարազատ, ինքը իր կարա դառնա հարազատ, դուրյանը ամեն օր տեսնում ես, բայց ինքը քեզ հարազատ հասկացություն չի կարա դառնա, որովհետև այդ հասկացությունը քոնը չի։ Համաձայն չեմ, բայց լավ։ Մշակութային էստեղ հաստատ, որովհետև ինքը ի խոսքով շատ պլաստեր ունի, որ հասկացությունը չի թողնում, որ Ուղղակի հարազատ լինելու մեկը չլինելու խնդիրը ընդհանրապես մշակույթ կրելու ու չկրելու խնդիրն է այս դեպքում, թե դու ինչ կենցաղով մշակույթ։ Հայաստանում դու չես կրում այդ մշակույթը։ Ես դրա համար օրինակը բերեցի, ասենք այն սովետահայ շրջանը, ասենք Կովկասյան միջավայրը, որտեղ Բաքվում, Երևանում կամ Թիֆլիսում մեծ հաշվով նույն բանն էր, վիճակն էր, այսինքն մարդու համար սամավարը կամ խազերինը կամ բանը ինքան հարազատ էր, ոնց որ ցանկացած այլ վիճակ, էլի ինքը օտար չէր այդքան, որտեղ ինքը այդ դրա մեջ էր։ Բահրամ Ալին ու Նինոն մի տեսակ հիշեցին, որ Բաքվում, չգիտեմ, պատմում ոնց էին վրացիք պատարակաղով հաց ուտում, իսկ իրանք ոնց էին ձեռքով հաց ուտում։ Նույն սովետական տարիների մասն է սովետական Բաքուն, որտեղ լիքը տարբեր ազգեր կան, բայց Սամավարը դնում է հայկական ու քաղքենի դա բայց հայկական 100 տարի առաջ հիշել։ բազազարթև ասում է սամավարը գիտեմ ինչ արա եւ Իգորի գնաբեր եւ Իգորը չգիտի ինչ է սամավարը, պիտի հասկանա։ Իգորը յուրացնողն է մի մշակույթի, որը իր էթնիկ յուրականը չի, բայց այստեղի հայինն է, որովհետեւ ինքը ինչ որ ինչ-որ, բայց նույն ախր առանց Ռաֆի չենք կարում։ Խաչագողի հիշատակարանի մեջ շատ եմ էլի Ռաֆին գնում, գալիս Ռաֆին գտնում։ Խաչագողի հիշատակարանի մեջ ասում ես խաչագողների գյուղերում, տներում ստեղից ընդեղից բերած իրեր էին, սենց սաղ պատեր ինչ-որ, չգիտեմ, խալու վրա, չգիտեմ ինչեր էր, գծրած նկարներ, իրեր, սափորներ, Չինաստանի, Ճապոնիայից, Ռուսաստանի։ Այս մարդիկ գնացել են տեսել են, այդ իրը բերեն են, շատ սիրուն է, հարազատ երեխեն ծնված օրվանից այդ իրը տեսել է, ինչ-որ ռուսական շոր է հագին, բայց ինքը դրա կարողը չի հասկանում, ինչ հագնում։ Դու որտեղ մի անձի ես բերում, մշակույթից առանձնացնում ես, խոսքը գնում այս դեպքում ավելի մեծ մասշտաբի, բացի որ ընդհանուր մշակույթի մեջ կրողների քանակն է շատ։ Այդ մեկը չի բանանի, բայց երբ որ շատ են կրողների, արդեն պետք է հասկանանք մշակույթը կրելը որն է, մի քիչ չգիտեմ, ասինքն որն է այդ մշակույթը կրելը, երբ որ դու գնում ես օրինակ 30 տարի Ռուսաստանում ապրում ես, ռուսերեն շատ լավ ես խոսում ռուսների հետ, կոպիտ ասած տալիս առնում ես, այդ համարվում է ռուսական մշակույթ կրել, թե որ դու հենց ռուս ես ծնվել քո մեր հայկական ասած 7 տորտով ռուս ես, չգիտեմ, այնտեղ ես ծնվել, այսինքն այստեղ մի քիչ չեմ հասկանում այդ կրել ասելով հենց դու կոնկրետ ինչ նկատի ունես, մի քիչ որ այդ ասես։ Կրել ասելով պարտադիր չի 7 տորտ լինի, այսինքն ի վերջո եթե մենք խոսում ենք այդ միգրացիայի մասին, ի վերջո մարդիկի տարբերություն ասենք ավելի վաղ շրջանի, հիմա ավելի արագ են ինտեգրվում միգրացիայի ենթարկում այս դեպքում, ասենք այն միջավայրում, որտեղ դու հայտնվում ես ու քո երեխեքը ծնվում են, դու արդեն դրա կրողն ես ինստինկտիվ դառնում, որտեղ քո երեխան արդեն այդ միջավայրի կրողն է, եթե դու այս միջավայրի հետ կապ չունես առնվազն։ Դրա վառ օրինակը, ասենք, արտագաղթածների երկրորդ, երրորդ սերունդներն են, որ ասենք կարող է հայ են, բայց ընդհանրապես կապ չունեն։ Ասենք ինքը այդ միջավայրի կրողն է արդեն։ Ինձ թվում է այդ բանը շատ վիճելի հարց է, ինչ քննարկում ենք ու նենց չի որ միանշանակ պատասխան։ Ես չեմ ասում միանշանակ այլ։ Որտեւ նույն դու կարող ես իրի օգտագործում օրինակ յուրացնել, բայց
ավանդույթ դրա հետ կապված բոլոր ծեսերը եւ չգիտեմ միֆերը, բան չվերցես։ Հիմա Հայկույն երբ որ ասում Մարիամը երբ որ ասում է սամավառը չի հայկականացվում, հավանաբար ի նկատի ունի են, որ այդ թեյի մշակույթը, ծիսական մասը չի մտնում մեր կեցավ, մենք ոնց որ թարգմանում ենք, յուրացնում ենք տեխնիկան, թեյի պատրաստելու դրա, իրը վերցնում ենք, մեզ դուր է գալի համով այդ թեյը խմենք, բայց այն ամեն ինչը դրա հետևում է մի պահ կա, որ արդեն հրաժարվում ենք, որտեղ կամ չենք կարևորում, կամ տեղ։ Բայց այդ ուղղակիորեն կապված է մշակութային կոնտեքստը, եւ 20-րդ դարի սկզբում դու ավելի արևելյան էիր, իսկ դու կարծես վերջերս ավելի շատ պարսկական կենցաղ էր առնչվում էր ու դա նորմալ էր։ Հիմա ուղղակի դա չկա եւ դա ավտոմատ դուրս է գալիս, այսինքն շատ պատճառներ լինեն, կարա հոգեբանական լինի, մշակութային լինի, այդպես շատ, չգիտեմ, քաղաքակրթական լինի կամ նաեւ քաղաքական լինի, բայց ինձ թվում է գործոնները այնքան շատ են, որ ես անձամբ կդժվարանամ լիովին հասկանալ հնարավոր է մինչև վերջ ինտեգրել ու ինչ է նշանակում մինչև վերջ այդ նոր մշակույթը յուրացնել, որտեղ այդ թարգմանության հարցը միշտ գալիս է, էլի մենք որ գնում ենք դուրս ինչ-որ մի բան վերցնում ենք մեզ դուր է գալի, բայց կարող է մի փոքր հատված դրա ամեն դեպքում հայկականացնում ենք, տենց ենք վերցնում։ Բառացի թարգմանություն գրեթե չի հանդիպում, վերցնես չես կարող բառացի թարգմանել։ Հա, ինչ որ, հա։ Բայց Թելեգործվեցի ճիշտ ասած, ոնց ասած սամավառին, ինձ